Ողջույն։ Ադրբեջանի նախագահը վերջին 2 օրվա ընթացքում դարձյալ պահանջների մասին է խոսել ու ասում է վաղ թե ուշ Հայաստանը կհամաձայնի այդ պահանջներին։ Մեկը Մինսկի խմբի լուծարումն է, մյուսը սահմանադրության փոփոխությունը։ Բայց Փաշինյանը այս երկուսին արդեն համաձայնել է։ Կարող է այլ պահանջներ նկատի ունի, բայց սրանք է հրապարակայնացնում։ Կարող է։ Ու որ Ալիևն ասում է մեր պահանջները կատարելու է, շատ վստահ է ասում, ունի նախադեպեր։ Խաղաղության պայմանագիրն էլ այնքան տարան բերեցին, վերջը հայտարարեցին մեր պահանջները կատարվել են։ Այսօր Ալիևը մյուս պահանջն է հրապարակել, դարձյալ շատ վտանգավոր։ Հայաստանը, ասում է, պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, երբ եւ ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը։ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացրել, այն է արևմտյան Ադրբեջան։ Միայն հնչեցրած միտքը եւ որակումը չէ, սպառնալիք է նաեւ 300,000 ադրբեջանցու բերելը։ Նիկոլը դա էլ է պատրաստ քննարկել։ Սրանք չեն, որ հրաժարվել են ահաբեկիչ հայերին գլխատած ադրբեջանցիների նկատմամբ հետախուզումներից։ Այդ ադրբեջանցիներն էլ կբերեն Հայաստանում բնակվելու։ Նիկոլն էր ասում, այդ մենք կարող ենք ասել արևմտյան Հայաստան, իրենք չեն կարող ասել արևմտյան Ադրբեջան, լեգիտիմացրել է ադրբեջանցիների թեզերը։ Բանն այն է, որ Ալիևը պարզապես ինչ-որ բան չի ասում, հստակ ծրագիր է, որը այդ երկրում հիմքերի վրա է դրված։ Սրա մասին Հայաստանի իշխանությունը չի խոսում, զբաղված են բանակը կրճատելով, զբաղված են բանակից փողով խուսափելու նախագծերով, ծրագիր են մշակում, թե ոնց ընդդիմության մուտքը խորհրդարան դժվարացնեն, ծեծկրտուկ հրահրեն։ Դա հեշտ է, կարող եք, բայց Ադրբեջանի պահանջները կատարելու դեպքում վաղ խորհրդարանում մի շարք էլ նրանց համար պետք է առանձնացնեք։ Եթե 700,000 մարդ ընտրել է ԿՊ-ին ու 71 падգամավոր ունեն խորհրդարանում, վաղը ձեր բերելիք ադրբեջանցիները, որ քվեարկեն, մի 35 падգամավոր կունենան։ Ինչ ենք հաճախ լսում։ Քանի որ պարտվել ենք, Ադրբեջանը հաղթել է, թելադրողի դիրքերում է, ստիպված կատարում ենք պահանջները։ Սա խեղճության արդարացում է։ Ալբանիայի լացելու կադրերի արդարացումն է, Նյու Յորքում Էրդողանի գիրքը գրկելու արդարացումն է, սա արժանապատիվ խաղաղության լրիվ հակառակ կողմն է։ Այս ստորացումը, որի մեջ ենք հիմա, 2020 թվականին պարտվելու պատճառով չէ։ Սրա պատճառը իմ համոզմունքով պարտվելուց հետո եւս նույն քաղաքականությունը շարունակելու պատճառով է։ Մենք որ ասում ենք պետք է մեզ ներկայացնողը բանակցողը փոխվի, որ չխայտարակվենք, սրա համար էինք ասում։ Բանակցողի փոփոխությունը իմիջիայլոց ենթադրում էր բանակցային բովանդակության փոփոխություն։ Պատերազմից հետո ավելի շատ եք հանձնել, բայց Նիկոլին փոխելու դեպքում ով գիտե, գուցե հնարավոր էր բանակցություններով հասնել լղիմի սահմանների վերականգնմանը։ Մնացին պարտություն բերածները ու 2020-ից հետո շարունակեցին այն նույն ոճով, ինչը 20-ից առաջ էր եղել ու բերել էր աղետների։ Երկրորդ նախագահն ասում է պետք է բանակը կարգի բերել, ինքը 4 տարում խոստանում էր։ Ասում է դաշնակիցների հետ հարաբերությունները պետք է վերականգնել։ Պետք է քարտեզը դնել ու նայել, որ երկիրն է, որ տարածաշրջանում ունի շահեր, որ երկիրն է, որ այնքան հզոր է, որ կարող է ունենալով շահեր նաև զսպել Թուրքիայի, Ադրբեջանի ախորժակը։ Հաստատ դա եվրոպական որևէ երկիր չէ։ Նրանք որքան էլ ուզենանք, մեր այս տարածաշրջանում ազդեցություն չունեն, ու գրեթե չունեն։ Միակը Ռուսաստանն է։ Ուզենան ոմանք, թե չուզենան։ Ուրեմն պետք է խորացնել նրա հետ հարաբերությունները, ոչ թե հայտարարել թշնամի աշխարհի ատոմային պետություններից ամենից խոշորին։ Խորացնել, այդ ընկերությունը օգտագործել ի շահ մեր պետության ու ժողովրդի, այնպես ինչպես եղել է մինչև Նիկոլի գալը երկար տարիներ, ասում է իմ օրոք ոչ մեկս չենք շեղվել մեր պայմանավորվածություններից, ոչ ես, ոչ ռուսական կողմը, եւ բոլոր հարցերը կարգավորվել են։ Պետք էր ընդամենը դա շարունակել։ Այդքանը պարզ չէ։ Հեքիաթներ կան տարբեր ժողովուրդների։ Հերոսը պետք է գնա ինչ-որ նպատակի հետևից։ Հասնում է խաչմերուկի, գրած է աչք ճանապարհով գնաս, ուզածիդ կհասնես, ձախով գնաս, դևը կուտի։ Հերոսը գնում է ձախով, հաղթում է դևին։ Դու գիտես, որ քո անվտանգությունը իզորու է ապահովել ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրամիությունը, այլ Ռուսաստանը։
Դու հասել ես այդ խաչմերուկին, որտեղ գրած է աչով գնաս կլինես անվտանգ, ձախով գնաս քեզ դևը կուտի։ Ու Նիկոլը իրեն դրել է հեքիաթի ասպետի տեղը, գնացել է դևի ճամփով ու ուտում են։ Գիտես չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը միասին են։ Գիտես մեր տարածաշրջանում նրանց ուզածը որն է։ Գիտես ով կարող է ու ասում ես մենք Ռուսաստանից յան ենք տալիս։ Գնանք թուրքերի հետ բարեկամություն անենք, որ մեզ չուտեն։ Նրանք բերել են երբեք էլ մեզ չեն ուզեցել ուտել, ասում ես։ Լուրջ։ Ինձ զարմացնում է, որ այս զառանցանքներին հավատացողներ կան։ Հետո հիշում եմ, որ ախր Արցունի բարբաջանքներին էլ դեռ լայքողներ կան։ Դե հիմա էսա։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բազմաթիվ հնարավորություններ կստեղծի թուրքական աշխարհի համար։ Թուրքական աշխարհի ժողովուրդ, ոչ հայկական, ոչ եվրոպական, ոչ անգամ կովկասյան, թուրքական աշխարհի համար բազմաթիվ հնարավորություններ է բացելու։ Այդ ղազագիրը, որը սրանք չգիտես ինչու անվանում են խաղաղության պայմանագիր։ Դուք սրա վտանգը պատկերացնում եք։ Հիմա դա ով կարող է զսպել։ Նիկոլը թե Մակրոնը։ Հայաստան է այցելել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը ու ասում է Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև խորը կապերը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանը։ Նորմալ իշխանության պարագայում հենց այս կետից կսկսեին հարաբերությունների վերականգնումը, բայց սրանք կանեն, չէ՞ որ դա հակասում է Էրդողանի ու Ալիևի առաջ ստանձնած պարտավորություններին։ Արարատ Միրզոյանի եւ Լավրովի մամուլի ասուլիսում դարձյալ վերադառնում են ամենազգայուն կետին։ Միրզոյանն ասում է, մենք ջերմուկի դեպքերի առիթով չստացանք համապատասխան արձագանք ՀԱՊԿ-ից։ Լավրովն ասում է, ՀԱՊԿ-ը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել։ Տեղում իրավիճակի կանգնացման ուղղված դիտորդական առաքելություն ուղարկել, ինչը մերժվել է։ Հայաստանը ՀԱՊԿ-ից է նեղացած, Ռուսաստանը Հայաստանից է նեղացած։ Ասում է, մենք առաջարկում էինք Արցախի կարգավիճակի մասին կետը թողնել հաջորդ սերունդներին։ Մենք միջնորդում էինք հակամարտության խաղաղ լուծում։ Մեկ էլ Նիկոլը գնաց Պրահա ու ասաց, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Ռուսաստանը միշտ դա է ասում, իդեպ, ասում է, դուք եք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Մեզ չեք էլ զգուշացրել, թաքուն, մեզնից ինչ եք ուզում։ Մենք առաջարկել ենք խաղաղ լուծումներ 20 տարի շարունակ, որոնցից ոչ մեկով Արցախը Ադրբեջանի կազմում չէր լինելու։ Ես ուզում եմ ոչ թե Ռուսաստանի դերակատարումը որևէ ձևով թերագնահատենք կամ գերագնահատենք, այլ նայենք ռեալ։ Եթե Ռուսաստանն ուզենար Արցախը հանձնել, եկը թողներ Ալիևը դեռ 20 թվականին գրավի։ Մեկ է, Նիկոլը մի քանի անգամ մերժել էր Պուտինի առաջարկները պատերազմը կանգնեցնելու։ Կամ կանգնեցներ։ Հետո Արցախը հանձնելու համար նոյեմբերի 9-ի թղթին ոչ մի մասնակցություն չէր ունենա, ու Արցախի հարցն էլ այդ թղթով կլուծվեր։ Հայաստանի հարցն էլ, հօգուտ Ադրբեջանի, այդ Նիկոլի հարցն էլ։ Արցախը Ադրբեջանին հանձնելու համար պետք էր այն, ինչ արեց Նիկոլը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, գնաց Պրահա ու համաձայնեց։ Իդեպ շատ ուշագրավ է Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տարածած արտաքին գործերի նախարարության լուսանկարը Լավրովի այցից։ Նա այցելել է մեծ հայրենականի զոհերի հիշատակը հարգելու անմար կրակի մոտ, իսկ լուսանկարում ֆոնը Արարատ լեռն է։ Տպավորություն եմ ստանում, որ այս պահին այդ երկրի ղեկավարությունը ավելի շատ է մեր շահերից հանդես գալիս, քան Հայաստանինը։ Կարճ ասած, Հայաստանն այսօր անվտանգային լուրջ խնդիրներ ունի, որ մի քանի օր է մեր գյուղերի վրա կրակոցների մասին չեն խոսում, չի նշանակում, թե վտանգն անցել է։ Թուրքիայից սպառնալիքը մնում է, Ադրբեջանի ախորժակը մնում է։ Նիկոլը մի տարբերակ ունի, ինչ ասում են անենք, որ պատերազմ չլինի։ Վաղը ասելու է, եթե փախստականներին չբերենք, մինչև շաբաթվա վերջ պատերազմ կլինի։ Հայաստանի փրկությունը պարզ է, ռազմավարական դաշնակցի հետ կապերի վերականգնումն է։ Նիկոլի պարագայում դա չի լինելու։ Նրան քայլերի իր հերթականությունն են թելադրել, եւ ուրեմն տարբերակը մնում է Նիկոլին փոխարինումը, որքան շուտ, այնքան լավ։ 4 տարի առաջ 2021 թվականին կար նման հնարավորություն,
չարեցինք ու այսօր ավելի ծանր իրավիճակում ենք, քան 2020-ին, երբ պատերազմը նոր էր բրծել։ Մենք իրավիճակ փոխելու լիքը շանսեր ենք բաց թողել։ Բաց կթողնենք եւս մեկը։